Հակապետ Տիգրան Ավինյանը։ Համեցեք, պարոն։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, խոսքը գնում է Նորագյուղ, Թաղամասի եւ հարակից տարածքների 83.9 հեկտար տարածքի մասին, եւ այս ծրագրով մենք էական քաղաքաշինական խնդիր ենք լուծում Երևան քաղաքի համար։ Այս 83.9 հեկտարների վրա մենք ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մենք ունենում ենք մոտավորապես 2-ից 2.5 միլիոն քառակուսի մետր կառուցապատում, շուրջ 155 շենք, 65,000 բնակչի համար։ Եվ այս հատվածը կարելի է ասել էականորեն ենթադրվում է, որ բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը։ Ինչ է տալու, ինչ հնարավորություններ է տալիս այս ծրագրի իրականացումը, առաջին հերթին այն շուկայի պահանջարկը կառուցապատման ոլորտում, որը մենք ունենք, մենք կարելի ասել որոշակիորեն ուղղորդում ենք այն տրամաբանությամբ, որը որ հարկավոր է քաղաքին։ Իսկ այս պայծրությամբ քաղաքին հարկավոր է որոշակիորեն բեռնաթափել կենտրոնը եւ քաղաքին հարկավոր է լուծել Նորագյուղ Թաղամասի խնդիրը։ Դեռևս 2023 թվականին Նորագյուղ Թաղամասում մի հանդիպման ժամանակ բնակիչների հետ կարելի ասել իրենցից եղավ առաջարկ, որ իրականացվի ներդրումային ծրագիր, որը որ թույլ կտա իրենց ենթակառուցվածքային այդ բոլոր, այսինքն այնտեղ շատ բազմաթիվ հարցեր կան Թաղամասում, գոյուղուց սկսած ճանապարհների նեղությունով ավարտած եւ ընդհանուր առմամբ բնակիչները հենց իրենք են առաջարկել նմանատիպ ծրագիր իրականացնել։ Նորագյուղ Թաղամասի փոխարեն Downtown Թաղամասի ստեղծումը նորարարական նոր տեսակի թաղամաս է լինելու բարձրարկ շենքերով եւ հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած նաեւ 30% չափաբաժնով եւ այս հատվածում մենք ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում նաև Երևան քաղաքը կարողանալու է մի քանի կարևոր խնդիր լուծել։ Խնդիրներից մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է։ Մոտավորապես 250 հեկտար անտառային տարածքներ, դրան հարակից, այսինքն Նորագյուղ Թաղամասի դիմացի մայթին, մենք ենթադրում ենք, որ այս ծրագրով գեներացված ֆինանսներով կարողանալու ենք իրականացնել։ Երևանյան լճի մաքրման աշխատանքները եւ ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես ենթադրում ենք, որ այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել եւ իհարկե ամենակարևոր հարցը, որը նշեցի, դա իհարկե փոքր կենտրոնի բեռնաթափումն է եւ այս ծրագիրը տարբեր ժամանակներ փորձեր են եղել իրականացնել դեռևս 20-րդ դարի առաջին կեսում կան նախագծեր, գլխավոր հատակագծեր այս հատվածում, որոնք որ հենց այս նույն տրամաբանությունն են ենթադրել, բայց դրանք երբևէ կյանքի չեն կոչվել եւ հիմա մենք փաստացի հաստատուն քայլերով գնում ենք այս ծրագրի իրականացմանը։ Պարոն Ավինյան, ճիշտ եմ հասկանում, որ խոսքը Նորագյուղ բոլորիս հայտնի Նորագյուղ Թաղամասի տարածքում, այսինքն բնակիչներից գնելը տարածքները եւ այդտեղ ներդրումային ծրագիր, այսինքն թաղամաս կառուցելու մասին է, որը Downtown ենք անվանում կամ պայմանական անուն է, սա թե հենց տենց է կոչվում է նախագիծը։ Իրականում սա նախնական անունն է, պարոն վարչապետ, եւ իրականում դեռևս չենք քննարկել Թաղամասի անվանումը։ Downtown տերմինը ընդհանուր առմամբ օգտագործվում է բոլոր խոշոր մայրաքաղաքներում այն հատվածի համար, որտեղ որ է նորարարական նոր բարձրահարկ երկնաքերերով թաղամասերն են եւ դրանք հիմնականում կոչվում են կամ Downtown կամ City կամ այսինքն այստեղ ընդհանուր երկնաքեր կարալ։ Այո, այստեղ ենթադրվում է։ Այսինքն հարկանի նկատի ունի։ Վարչապետ, մինչև 70 հարկանի երկնաքեր։ Հիմա Երևանում ամենաբարձր շենքը ինչքան է, ով գիտեք դուք։ Ունենք նախագծեր։ Չէ, կառուցված, որ արդեն կանգնած են այդ շենքը։ Մենք Երևանում ունենք արդեն նույնիսկ նախագծեր, որոնք որ մոտ 50 հարկանի են։ Այսինքն հիմա մեր սեյսմիկ պայմաններ եւ այլն այդ ամեն նոր տեխնոլոգիաներ հնարավորություն են տալիս այդ բոլոր խնդիրները լուծել։ Հա, վարչապետ, դրանք տենց ինժեներական աշխատանքներ են եւ հաշվի առնելով գրունտը, հաշվի առնելով
այն սեյսմիկ իրավիճակը, որ մեր տարածաշրջանը ունի, դրանք լուծելի են, այսինքն եթե դրանք լուծելի են Ճապոնիայի նման երկրներում, մեզ մոտ նույնպես լուծելի են։ Շատ լավ։ Մեր քննարկումների ժամանակ ճիշտն ասած, չգիտեմ ինչքանով է պատեհ խոստովանել դա, բայց այս նորագյուղ թաղամասի մասին ահագին բան իմացա, նախ այնտեղի դուք նշեցիք ձեր խոսքում, որ ընդհանուր ես չգիտեմ ամբողջական կամ մասամբ կոյուղի չկա եւ այլն տենց բաներ մայրաքաղաքում էլի դա եւ այդտեղ նաեւ մենք քննարկել ենք, որ այնուամենայնիվ այդտեղ մեխանիզմները դրել ենք, որ բնակիչների բաները, շահերը եւ հետաքրքրությունները հնարավորինս պաշտպանվեն, չնայած մեր օրենսդրությունը, որ մենք վերջին ընդունեցինք արդեն, ընդունվեց ազգային ժողովում, առաջին ընթերցմամբ ընդունվել է, մենք այնտեղ ինչ խնդիր ենք լուծել, մենք այնտեղ խնդիր ենք լուծել, որ շուկայական արժեք պլյուս ինչ որ մի բան մարդիկ ստանան, բայց մյուս կողմից էլ տենց դեպքեր չլինեն, որ ենթադրենք 2-3 դեպքով տարաձայնությունների համար տասնյակ միլիարդավոր դրամների ծրագրերը կանգնում են եւ շղթայական նեգատիվ process-ներ են առաջանում եւ սա շատ կարեւոր է եւ պարոն Ավինյան, ասենց մի հարց էլ կա, եւ դեռ 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի առաջ խնդիր եմ դրել, որ Դալմայի այգու անձեռնմխելիությունը հետագա այն պլանով, որ այդտեղ պետք է լինի քաղաքային մեծ այգի առանց կառուցապատման, այսինքն քաղաքային անտառ այգի, այդ խնդիրը դրվել է, այս ծրագրով այդ տեսլականին որևէ ձևով մենք չենք դիպչում, չէ՞։ Վարչապետ ուղիղ հակառակը իրականում Երևանի քաղաքապետարանը պատվիրել է այսպես կոչված feasibility տեխնիկատնտեսական մի աշխատանք, որը արվել է Դալմայի այգիներում, այդ 250 հեկտար տարածքի վրա եւ այդտեղ ենթադրվում է, որ այդ հողերը պետք է մնան կանաչ ֆոնդի եւ այդտեղ ուզում ենք իրականացնել նախագիծ, որը կդառնա Դալմայի անտառ պուրակ, այսինքն 250 հեկտար տարածքում խիտ անտառապատ պուրակ պետք է ստեղծենք, որը Երևան քաղաքում էականորեն կանաչ ֆոնդի քանակը ավելացնում է։ Մի քանի բան մեխանիզմների մասին կուզեի նշել, պարոն փոխվարչապետի, պարոն Խաչատրյանի առաջարկով մենք իրականացրել ենք մի այսպիսի մոդել, ունենք երկու հիմնական տարածք, բլրի հատվածը, որտեղ որ խիտ բնակեցված է եւ այնտեղ կան բազմաթիվ ընտանիքներ, եւ ունենք հարթավայրային հատվածը, որը հիմնականում պատկանում է կամ համայնքին կամ պետությանը կամ մի քանի խոշոր սեփականատերերին, մենք թույլ ենք տալու ավելի այսպես ասած հեշտ հատվածում իրականացնել կառուցապատում միայն այն պարագայում, եթե կառուցապատողը կարողացել է ազատել բլրային հատվածում, այսինքն մարդկանց փոխհատուցել է մի ինչ-որ լոտում եւ դրա կրկնակի չափով քառակուսի մետր տարածք ստանում է հարթավայրային հատվածում, կարծում եմ շատ կարեւոր մոտիվացիա է կառուցապատողի համար առաջին հերթին բանակցել մարդկանց հետ։ Դուք նշեցիք շուկայական, այստեղ ֆիքսած է հենց ֆինանսական մոդելում, որ շուկայական արժեքը գումարած 30% է լինելու փոխհատուցման չափը եւ իհարկե մեր օրենսդրությամբ դա էլ հենց նախատեսվում է, եթե կա համաձայնություն եւ ընդհանուր առմամբ կարծում եմ բոլոր առումներով ինքը դրական ծրագիր է, բարդ ծրագիր է լինելու, մոտավորապես տևողությունը ենթադրվում է, որ 10 տարի կտևի, բայց եւ կենտրոնի բեռնաթափման համար եւ նորագյուղ թաղամասի, այսպես ասած, նաեւ հողաշեն տների այդ մարդկանց խնդիրները լուծելու համար կարևորագույն ծրագիր է։ Շատ լավ, շատ կարևոր է, հարգելի գործընկերներ, իմ մասնակցությամբ ես այս թեմայով 3 քննարկում եմ հիշում եւ նաեւ դրանից հետո փոխվարչապետի մասնակցությամբ մի քանի քննարկումներ։ Ես կարծում եմ, որ մենք շատ հանդարտ բոլոր հնարավոր խնդիրները եւ նախկինից մեզ ծանոթ խնդիրները քննարկել ենք եւ ես նաեւ փաստորեն եկել հասել է կառավարության նիստ, մեր վերջին քննարկումը երևի ամիսուկես, 2 ամիս առաջ ա եղել, սա նշանակում է, որ փոխվարչապետը եւ Երևանի քաղաքապետը մանրամասն աշխատել են, որ եկել է հասել կառավարության նիստ
ինչի հետ կապված ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ, որովհետև իսկապես այն տվյալները, որ թաղամասի մասին կան, ուղղակի թաղամասի ֆիզիկական ենթակառուցվածքների վիճակը շատ չմանրամասնեմ, հարիր չի եւ ինչքան հասկանում եմ, որ բնակիչների մոտ էլ է հասունացած, որ պետքա մի բան արվի, որովհետեւ դա 21-րդ դարի իրավիճակ չի։ Մենք ստեղ մի հատ նմանատիպ խնդիր, նմանատիպ չի, ունենք կոնդ թաղամասում, այստեղ նրբությունն է, որ պատմամշակութային հսկայական շերտ կա եւ պատմամշակութային այդ շերտի նկատմամբ առանձնահատուկ հոգատարություն եւ վերաբերմունք է պետք։ Ես հույս ունեմ, որ այդ թեմայով մենք առաջիկայում կունենանք ինչ-որ բան եւ նաեւ պարոն Ավինյան երկու հարց մենք նախորդիվ ընդունեցինք ծրագիր, որը վերաբերվում էր Կասկադի հետնամասի, այդ ծրագիրը նորմալ գնում է, իրացվելու է, դրա հետ կապված ամեն ինչ նորմալ է։ Այո, պարոն վարչապետ, իր բնականon հունով ընթանում է, հիմա բանակցում ենք պայմանագրի որոշ կետերի դրույթների վերաբերյալ հաղթող ընկերության հետ, հենց վերջնականացնենք այդ բանակցությունները, մենք արդեն անցնելու ենք ավելի ակտիվ փուլի, Այսինքն այս տվային տեսադաշտում բարդություններ չունի։ Հիմա քանդման աշխատանքների փուլում ենք, Արդեն ֆիզիկապես տեղի է ունենում։ Ֆիզիկապես քանդման աշխատանքները դեռևս նույնիսկ նախորդ տարվանից սկսած արդեն տեղի էին ունենում, այսինքն ֆիզիկապես այնտեղ արվում է աշխատանք։ Իսկ Իսակով Արշակունյաց այդ նախագիծը ուր է հասել։ Գարնանը սկսում ենք շինարարությունը, պարոն վարչապետ։ Ունենք մրցույթ եղել է, հաղթող ունենք։ Հաղթողը ունենք, հիմա տեղ հսկողի մրցույթի վերջնական հաղթողն ենք, հաղթողը պետք է ընտրվի եւ դրանից հետո արդեն գարնանը սկսում ենք աշխատանքները։ Շատ լավ, շնորհակալ եմ, առաջարկում եմ հարցը քվեարկության դնել, իհարկե բարդ է նախագիծը, բնակչության հետ պետք է շատ ակտիվ հաղորդակցություն անել եւ կարծում եմ, որ գոնե նախագիծը, որը ես տեսել եմ, ինքը բավականին հետաքրքիր է, այնտեղ նյուանսը ինչ է, ճիշտ է, Նորագյուղում տենց մեծ պատմամշակութային կոնդի հետ համեմատ չկա, բայց այնուամենայնիվ այս կարմիր կամուրջը գնում միանում է այդ առնվազն այդ հատվածներում դիմացը կոնյակի գործարանն է Երևանի Բերթը եւ այդ հատվածները այդ առնվազն այդ հատվածներով այդ մշակութային անսամբլը պահպանելու առումով պետքա շատ նախանձախնդիր լինել, որովհետեւ այդ հատվածը շատ լավն է դառնում եւ պետքա ներդաշնակությունը հնարավորինս ապահովել։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 3-ը